տեղի էր ունենում դատական իշխանության օրվան նվիրված միջոցառում Փաշինյանի մասնակցությամբ։ Հավաքել էր դատական համակարգի ներկայացուցիչներին, բոլոր դատական նիստերը հետաձգվել էին, դատավորները եկել էին ու Փաշինյանը քարոզ էր կարդում։ Ցուցումներ էր տալիս, թե որը ոնց պետք է լինի։ Այն մարմինը, ումից ակնկալում է, որ պետք է իր քմահաճույքները բավարարեն, կանչում է ներկայացուցիչներին, ասում է՝ «Էսպես մի արեք, էնպես արեք», գործերի ձգձգում եք եւ այլն։ Միլիոն անգամ մասնագետներն ասել են, համակարգը գերծանրաբեռնված է, դրա համար են երկար տևում դատական պրոցեսները։ Ասում են, համակարգը խիստ ծանրաբեռնված է, որտեղ դատախազությունը նաև բերում է նոր գործեր, որոնք ստիպված շալակում են, այդ գործերի տակ կա հանրային հետաքրքրություն, բայց փաստ չկա, հիմքեր չկան ու տարիներով քննվում է։ Ու Նիկոլը ցուցումներ է տալիս, թե նրան մի նայեք, իմ ճաշակով արեք եւ արագ արեք։ Դա արդարադատություն չէ։ Նիկոլը ստացվեց կանչել է դատավորներին որպես իր աշխատողներ ու ասում է. «Սրանից հետո ասեմ, թե ոնց աշխատեք, որ իմ ճաշակին համապատասխան լինի»։ Երբ անկախ կոչված մարմնի ներկայացուցչին կանչում հրահանգներ է տալիս, էլ ինչ ասես։ Նիկոլ Փաշինյանի դեմ տասնյակ քրեական հայցեր կան՝ վիրավորանքի, զրպարտության, դավաճանության, աշխատանքից ազատման եւ այլն։ Ու հələ պատկերացրեք, այդ գործերը այն դատավորների մոտ են, որոնք այսօր նստած էին դահլիճում ու ծափ էին տալիս Նիկոլին։ Վաղ այդ գործերը ոնց են քննելու։ Կարո՞ղ են նրա օգտին որոշում չկայացնել։ Սա այն շարքից էր, կա տենց դատավոր, որ իմ ասածը չանի։